Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակը, հայ ժողովուրդը պարտադրել է այս իրավիճակը եւ խաղաղությունը հակառակորդին։ Շփման գծում հարաբերական անդոր է եւ падգամավորները փոխում են ելույթների շեշտադրումները, անցնում են ինքնակննադատության ու միմյանց հիշեցնում։ Այս օրերի միասնությունը ծանր գնով ձեռք բերեցին։ Գոնե դրանից հետո մտածել, նոր քայլ անել ու պետական շահը ամեն ինչից վեր դասել։ Մեն միասնությունը, որ այս օրերին ձեռք է բերվել, Արոն փոխոսնակ, մենք շատ թանկ գին ենք վճարել, հատկապես վերջին օրերս։ Եվ սա լուրջ մտորելու առիթ պետք է տա։ Այո, համաձայնվեց ձեզ հետ, շատ թանկին ենք վճարել եւ պետք է սովորենք մեր սխալների վրա եւ պետք է կարողանանք այս բարդ իրավիճակներից հետո դասեր քաղել։ Խաչատուր Քոքոբելյանը նորից բարձրացնում է ռուս-ադրբեջանական հարձակողական զինտեխնիկայի գործարքի խնդիրը։ Պնդում է, դա բիզնես չէ։ Այդպիսով խախտվում է տարածաշրջանում ուժերի բալանսը։ Ձեռնարկել անհրաժեշտ քայլեր եւ պահանջել մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանից հավատարիմ մնալ ՀԱՊԿ պայմանագրի առաջին հոդվածին եւ 97 թվին Ռուսաստանի եւ Հայաստանի միջև կնքված բարեկամության պայմանագրի 3-րդ հոդվածին։ Հետո կոչերից անցան գործնականի։ Իրավաբան падգամավորները միավորվում են, խումբ ստեղծում, հավաքում բոլոր փաստերը, որ ընդդեմ Ադրբեջանի հայց ներկայացնեն միջազգային ատյաներ։ Արտասահմանյան գործընկերներին իրավիճակը ներկայացնեն ստույգ փաստերով։ Ավելի լուրջ, ավելի հիմնավոր փաստարկներ ունենք եւ կարող եք դուք որպես իրավաբան ներկայացնել այդ փաստարկները նաեւ մեզ, որպեսզի մենք տարբեր միջազգային հարթակներում ներկայացնենք, որ սա ոչ միայն քաղաքական, այլ նաեւ իրավական հանցագործություն է մարդկության եւ խաղաղ բնակիչների նկատմամբ։ Կա 4-րդ կոնվենցիայի խախտում ակնհայտ խաղաղ բնակչության պաշտպանության մասին կոնվենցիան պատերազմի պայմաններում, նաեւ զինվորականների նկատմամբ կրկնում եմ կա ակնհայտ պատերազմական հանցագործությունների փաստեր, ստեղ պետք է դիմել եւ պետք է դիմել իհարկե նաեւ միջազգային հայտնի մարդու իրավունքների հարցերով զբաղվող կազմակերպություններին։ Падգամավորների քննարկմանը արդարադատության իրավաբան նախարարն էլ միացավ որպես գործընկեր։ Նա էլ է արդեն քայլեր արել, ուսումնասիրել տվյալները, հիմա հայտարարում է, շատ լուրջ փաստերով ենք զինված, մնում է դրանք ճիշտ օգտագործել։ Այստեղ մենք լրջագույն փաստեր ունենք եւ այդ լրջագույն փաստերի հետ շատ լուրջ եւ շատ ճիշտ ձևով պիտի վարվենք, առանց պաթոսի պիտի քայլեր ձեռնարկենք եւ այն ամենը ինչ ունենք, ցավոք սրտի, այն ինչ ունենք այդ փաստերը պիտի կարողանանք ճիշտ գործադրել։ Վերադառնալով բարդ վիճակից դասեր քաղելու թեմային, ազգային ժողովի փոխնախագահը շեշտեց, կողմ է որոշ падգամավորների պնդմանը, որ յուրաքանչյուր լումա ծախսվի նպատակային։ Շակե Ղազարյան, Ավետ Տավյան, ժամը լրատվական։